Օշական գյուղը գտնվում է Աշտարակ քաղաքի եւ Էջմիածին քաղաքների մեջտեղում անմիջապես։ Սա Աշտարակ քաղաքն է, չէ՞, դուք եկաք Աշտարակից։ Մյուս կողմում Էջմիածինն է։ 1900-1900-ական թվականներին, երկու այս թվականներին Օշական գյուղը ձգվել է մինչև հարավ-արևմտյան թաղամասը։ Այսօր, որ դուք այդ դպրոցում սովորում եք, դա եղել է Օշականի B1, A1, այդ թաղամասը չի եղել։ Այդ ամբողջը եղել է Օշականի հեռու հողամասները, այդպես են կոչել գյուղացիները։ Այդտեղ եղել է ցորենի արտեր, խաղողի այգիներ։ Հետագայում, երբ որ վերցվեց եւ բաժանվեց տարածքների, արդեն դա հատկացրեցին Երևանին։ Այսինքն Օշականը այդ ժամանակաշրջանի մեջ Հայաստանի Հանրապետության առաջին ամենամեծ գյուղն է եղել։ Այսօր Օշական գյուղը երրորդն է։ Առաջինը Վարդենիկն է, Վարդենիսի, երկրորդը Մալիշկան է, երրորդը Օշականն է։ Մեծ համարելով, այսինքն ոչ թե հողային, այլ բնակչության թվով։ Բնակչության թիվը կազմում է 6500, հա? Օշական գյուղի կենտրոնում է գտնվում այս բլուրը, որ մենք գուցեև բարձրանանք, դեռ հաստատ չգիտեմ, ընթացքը մեզ ցույց կտա։ Այդ հենց արջևի բլուրը, դա կոչվում է Դիդիկոնդ։ Դիդիկոնդի գագաթին կառուցված է փոքրիկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Եվ դա համարվում է, այս Դիդիկոնդը համարվում է գյուղի կենտրոնը, հա? Այս կոնդի շուրջը փռված են տները եւ Օշական գյուղն է։ Օշական գյուղի միջով հոսում է երկու գետ։ Այս կողմից հոսում է Քասախ գետը, իսկ մյուս կողմից հոսում է Շահվերդ գետը։ Քասախ եւ Շահվերդ գետերը գալով Օշականի վերջնամասում միանում են իրար եւ հոսում են դեպի Արաքս։ Օշական գյուղը եղել է Մաշտոցի կալվածքը։ Մինչ Մաշտոցի թաղվել այստեղ, իհարկե գրականության մեջ մի քիչ այլ բան կա, բայց գյուղը անվանվել է Օշիանդր։ Օշիանդր հին պարթևերեն բառ է, որը նշանակում է Օշիան նշանակում է երանելի, անդր նշանակում է տակ, այսինքն երկնքի տակ, երկիր։ Օշիանդր նշանակում է երանելի մի երկիր։ Այս գյուղը բարդիաշատ, խաղողաշատ մի վայր է եղել, բայց երբ Վահանամատունու ջանքերով Մաշտոցը խաղում է այստեղ 440 թվականին, գյուղը անվանվում է Օշական։ Օշ պահպանելով այս նախածանցը երանի եւ ակն աչք, այսինքն երանի աչքերիդ։ Պատմագրական առումով Հայաստանի ողջ մնացած գյուղերը, քաղաքներն ու ավանները երանի են տալիս այս գյուղին։ Այսինքն երանի աչքերիդ, որ Մաշտոցի հուղարկավորությունը տեսար, երանի քեզ, որ նրան քո գիրք առար։